ճշմարտությունները քարոզել եւ Աստծո խոսքը ամեն անգամ այստեղից ուսումնասիրել ու զմայլվել այդ ճշմարտություններով։ Զմայլվել այն հավիտենական ճշմարտություններով, որ Աստված շարունակ խոսքի միջոցով եւ իր ծառաների միջոցով ուղերձ է անում, փոխանցում է մեզ, կշտացնում է մեզ, խոնարեցնում է մեզ, հանդիմանում է մեզ, դարձնում է այնպիսին, ինչպիսին որ ինքն է ուզում եւ ոչ թե մենք սիրելիներս եւ սրա համար ես ուզում եմ Աստծուն փառք տալ, որ Աստված իրոք իր խոսքը ունի մեր ձեռքերի մեջ թողած եւ մենք հրաշալի առիթ ունենք ամեն անգամ ուսումնասիրելու Աստծո հավիտենական ճշմարտությունները։ Մենք այսօր պետք է միասին ուսումնասիրենք Պետրոսի թղթից, ովքեր որ ունեն սուրբ գրքեր եւ լավ կլիներ որ շատերը ունենան եւ հիմա այս էջերի ձայները այստեղից գար, բայց ես աղոթում եմ այդ օրվա համար, որպեսզի էլեկտրոնայինից հրաժարվենք եւ գանք բնագրին։ Առաջին Պետրոս երկրորդ գլխից է մեր հատվածը, որ մենք պետք է այսօր ուսումնասիրենք եւ միասին պետք է կարևոր ճշմարտությունների անդրադառնանք։ Նրանք ովքեր որ արդեն ուսումնասիրել են այս հատվածը, այս գլուխը, եթե չեմ սխալվում, մասնավոր նրանք ովքեր որ սովորում են, հա, Աստվածաբանականում, եթե չեմ սխալվում, դուք հանձնարարություն ունեիք, որ այս շաբաթ պետք է Պետրոսի թուղթը կարդայիք։ Ճիշտ եմ ես հիշում դրա մասին ու ձեր համար ավելի հիմա, ասենց ասեմ, պարզ եւ ընկալելի կլինի, որովհետեւ հենց այդ կոնտեքստի մեջ ենք խոսելու։ Ընդհանրապես Պետրոսը, երբ որ ուղերձ է անում այս ընդհանրական թուղթը, շատ գործնական է եւ ես շատ եմ սիրում, որպես չգիտեմ, գործնական մարդ ես շատ եմ սիրում, երբ որ շեշտը դրվում է գործնական քայլերի վրա։ Գիտեք, մենք ամեն անգամ կարող ենք շատ ճշմարտությունների մասին խոսել, որ սա այսպես է, նա այնպես է, սա սրանից հետո է, նա նրանից առաջ է, սա այսպես պիտի լինի, որ ավելի լավ լինի, բայց եթե կիրառում չկա, իմ համար զրոյանում է ամեն բան։ Եվ կարծեմ, թե չեմ սխալվի ասելու, որ Աստծո համար է, որովհետև մեր Տերը ինքը միայն չսովորեցրեց, այլ իր կյանքով լավագույն օրինակ է եղավ յուրաքանչյուրին։ Դրա համար սիրելի եկեղեցի, մենք այսօր հրաշալի առիթ ունենք 13-րդ համարից ուսումնասիրելու մինչև 17-րդ համարները։ Կարող է ինչ-որ առիթով, ինչ-որ տեղից լսած լինեք այս քարոզը կամ ինչ-որ մեկի կողմից լսած լինեք, բայց ուզում եմ որպեսզի մենք այսօր մենք այս հատվածի մեջ ընկղմվենք եւ տեսնենք, թե ինչ կարևոր ճշմարտություն եւ ինչ հավիտենական ճշմարտություններ կան սրա մեջ, որ Աստված ուզում է փոխանցել իր եկեղեցուն։ Դրա համար եկեք միասին բացենք առաջին Պետրոս 2-րդ գլուխ 13 համարից սկսած։ Տիրոջ խոսքը այսպես է ասում. «Արդ հնազանդվեցեք ամեն մարդկային կարգի Տիրոջ համար, թե թագավորին ինչպես մի վերնագույնի, թե կուսակալների, ինչպես նրանցից ուղարկվածների, չարագործներին պատժելու եւ բարեգործները գովելու համար, որովհետեւ Աստծո կամքը այսպես է, որ բարի գործերով պապանձեցնենք անխելք մարդկանց տգիտությունը, ինչպես ազատներ եւ ոչ թե ազատությունը, ինչպես չարության ծածկոցներ ունեցողներ, այլ ինչպես Աստծո ծառաներ։ Ամենին պատվեցեք, եղբայրությունը սիրեցեք, Աստվածանից վախեցեք եւ թագավորին ինչ արեցեք, պատվեցեք։ Ես չգիտեմ սրանցից որոնց հետ եք համաձայն, բայց մենք հերթով պիտի հիմա ուսումնասիրելով գնանք, որովհետեւ սա էդիկ եղբոր խոսքերը չեն կամ ինչ որ մի հատ քարոզիչի կամ հոգևոր գործիչի ցանկությունը չի, այլ այստեղ մենք հստակ տեսնում ենք պատվեր, որ Աստված փոխանցում է իր եկեղեցուն։ Հատվածը սկսում է այս արտահայտությունը, ասում է արդ հնազանդ եղեք ամեն մարդկային կարգի։ Այս հնազանդություն բառը, երբ որ ես փորձեցի մի փոքր ուսումնասիրել, շատ խորը արմատներ ունի եւ սա օգտագործված է ռազմական, հա, տերմինոլոգիայի մեջ, այն դեպքում, որտեղ որ զինվորները հնազանդվում են իրենց վերնագույնին, այսինքն որովհետեւ հակաճառություն այնտեղ չկա։ Եվ նրանք ովքեր որ ծառայել են բանակում, նամանավանդ հայկական բանակում կամ ռուսական բանակում, նրանք շատ լավ պետք է իմանան, որ ասածը բեկումի ենթակա չի, պետք է այն կատարվի հնազանդվելով։ Մենք այստեղ պետք է
շատ հրաշալի ճշմարտությունների հանդիպենք եւ այստեղ ամենաառանցքային արտահայտությունը, որի վրա ուզում եմ որ մեր ուշադրությունը դարձնենք, այստեղ է մխրճված, ասելով որ որովհետեւ Աստծո կամքը ինչ այսպես է։ Կա ձեր սուրբ գրքերում այս արտահայտությունը գրված, ասում է որովհետեւ Աստծո կամքը այսպես է։ Դե շատ հստակ է։ Այստեղ որևիցե բան ոչ ավելացնելու ենք, ոչ պակասեցնենք, ոչ էլ հորինենք։ Դեք շատ արտահայտություններ դուք լսած կլինեք հավատացյալներից, մասնավոր հավատացյալներից, որ երբ որ ինչ-որ բան են ուզում անել, թող Աստծո կամքը լինի։ Կամ ուզում ենք, որ Աստծո կամքը լինի։ Չգիտենք որքանով են համաձայն իրենց ասածին, բայց այս արտահայտությունը միշտ կա։ Լավ, ինչպես մենք իմանանք, որն է Աստծո կամքը, գիտեք, հորինել որևիցե բան պետք չի։ Կամ գուշակել որևիցե բան պետք չի։ Սա շատ հստակ եւ պարզ Աստված է իր խոսքի մեջ, սիրելիներս, եւ Աստված իր կամքը իրականացնում է այս երկրի վրա, անկախ ամեն ինչից։ Մենք դրա հետ համաձայն լինենք, թե համաձայն չլինենք։ Եթե Աստված մի բան ցանկանում է, դա իրականացնում է։ Ամեն։ Ամեն։ Ինչ է Աստծո կամքը։ Այսինքն Աստծո ցանկությունը, Աստծո փափագը, Աստծո ուզածը։ Դրա համար երկինք երկիր էլ անցնի, Տերը իր կամքը այս երկրի վրա իրականություն է դարձնում։ Մի այսպիսի պատմություն կա, որ ժամանակներ առաջ ես դրա մասին լսեցի եւ շատ դիպուկ է եւ շատ համահունչ մեր այսօրվա տեքստին։ Մի մարդ առնում է մի հատ գեղեցիկ տարածք, նպատակ ունենալով, որ այդտեղ գեղեցիկ տուն պատրաստի, սարքի, որ կարողանա վայելի։ Եվ երբ որ այս հատվածը առնում է եւ ժամանակներ է անցնում, որ արդեն գործնական քայլերի պետք է անցնի, իրեն թույլ չեն տալիս այդտեղ այդ տունը կառուցելու։ Ասելով, որ այդ հատվածում կան բույսեր, կան ծառեր, որոնք որ գրված են կարմիր գրքում եւ դու իրավունք չունես դրանք ոչնչացնելու։ Եվ այս մարդը շատ տխրում է, գիտեք, որովհետեւ իր ամբողջ ցանկությունը, փափագը, հա, դա էր, որ այդ տարածաշրջանում հենց այդտեղ ունենար իր տունը։ Ինչ է տեղի ունենում։ Ժամանակներ հետո այս մարդուն կառավարությունից մի նամակ է գալիս, որ արդեն ձեզ իրավունք ենք տալիս այդտեղ տունը կառուցելու, կարող եք կառուցել։ Եվ այս մարդը շատ զարմանում է, ինչու։ Ինչպես կարող էր դա տեղի ունենալ։ Եվ գնում, հանդիպում է կազմակերպում եւ այնտեղ ասում են, որ ձեր նախանց հարևանը մտել եւ ոչնչացրել է ձեր բոլոր այդ այգին եւ այդ ծառերը կտրվել են արդեն։ Դուք կարող եք այդ տունը կառուցել։ Տեսեք, մարդկային աչքերով դա անհնարին էր։ Հնարավոր չէր, բայց Աստված լուծումներ ունի։ Աստված միջոցներ ունի։ Մեր լեզվով ասած մեթոդները ունի։ Դրա համար սիրելիներս մենք պետք է ուշադրություն դարձնենք միայն այս կարևոր արտահայտության վրա։ Եվ սա է Աստծո կամքը։ Եվ սա է Աստծո կամքը, որ բարի գործերով պապանձեցնենք անխելք մարդկանց տգիտությունը։ Մենք այսօր պետք է խոսենք այս հրաշալի ճշմարտության մասին, Աստծո կամքը։ Աստված ուզում է, որպեսզի յուրաքանչյուր հավատացյալ ապրի իր կամքի մեջ, իր կամքի շրջանակներում եւ ինչպես են տարբերվում այն մարդիկ, այն անձնավորությունները, որոնք որ Աստծո կամքը կատարողներն են։ Հատվածը մեզ կօգնի, որպեսզի մենք տեսնենք գոնե 6 կարևոր ճշմարտություններ։ Ես խոստանում եմ, որպեսզի ամեն ճշմարտության վերաբերյալ 15-ից 20 րոպե խոսալ եւ դա արդեն մեզի ժամուկես պետք է գա, բայց չէ, սա մի փոքր կատակ ես կփորձեմ, որպեսզի սահուն կերպով մենք առաջ գնանք։ Տեսեք, եթե այստեղ երկու այս բևեռներն են ներկայացնում, ուրեմն մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք, որովհետեւ հենց արտահայտությունը այսպես է սկսում մարդ հնազանդվեք ամեն մարդկային կարգի։ Դեք հանդիպած կլինեք հավատացյալների, հանդիպած կլինեք մարդկանց, որոնք որ չեն ենթարկվում դրված կանոններին, այն կանոններին, որ դրված է պետության կողմից։
Եվ ես շատ այդպիսի մարդկանց եմ հանդիպել, որ ասում են, գիտես ինչ, նամանավանդ ես հիշեցի մի դեպք, երբ որ այն օրերն էինք ապրում, որ կորոնավիրուսը այդ ցավը այսպես բոլորին պատում էր, այդ սարսափը բոլորին պատել էր եւ հայտարարված էր, որ պետք է բոլորով չհավաքվեն իրար մոտ, մեծ խմբեր պետք է կուտակումներ չլինեն եւ ես տեսնում էի մարդիկ, հովիվներ, ծառաներ, որ իրենց ստատուս, իրենց պատին գրում էին, որ եկեղեցու գլուխը Հիսուսն է եւ ոչ թե առողջապահության մինիստրությունը։ Եվ պետք է մենք անենք, ալելույա, ու բոլորը գոռում էին ալելույա, անենք։ Եվ մեկ շաբաթ հետո մենք դեպքերի ականատես եղանք, որ ինքը ներողություն խնդրեց այդ նույն պատի վրա գրված։ Այսինքն, այստեղ ասում եմ մարդկային, հա, եթե ուշադրություն ենք դնում մարդկային կանոններին, մարդկային դրված օրենքներին։ Այո, բաներ կան, որոնք որ Սուրբ գրքում գրված չի։ Սուրբ գրքում գրված չի, որ եթե քո երկրում նախատեսված է հետնյոտի անցումով անցնես, հա, չկա այդպիսի բան գրված, բայց սա մարդկային կանոններ է դրված եւ ունենք բազմաթիվ այսպիսի կանոններ, էթիկայի կանոններ, որ մենք իրավունք չունենք շրջանցելու կամ ասելու, որ գիտես ինչ, ես հիվանդ եմ ու Տերը ինձ մենակ կբժշկի, ես բժշկի կարիք չունեմ։ Չէ, ես այդ դեղերի կարիքը չունեմ, սրա կարիքը չունեմ, նրա կարիքը չունեմ։ Ես չեմ ուզում սրա վրա շատ մանրամասը խոսել, որովհետև շարունակության մեջ բազմաթիվ ճշմարտությունների պիտի անդրադառնանք, պարզապես ուզեցա որպես մի քիչ նախաբան ասել, որ մենք պատկերացում կազմենք, թե ինչ պատասխանատվություն ունենք մենք այն վայրում, որտեղ որ մենք ապրում ենք, որտեղ որ մենք ծառայում ենք, որտեղ որ մենք նպատակներ եւ տեսիլքներ ունենք, սիրելիներս, եւ այստեղ կարևոր արտահայտություն, որ չպետք է սրան ուշադրություն չդարձնել, անպայման պետք է դարձնել, ասում է Տիրոջ համար։ Դե կարող է հրաման լինի, որ հրամայեն ասելով, որ ավետարանը չպիտի քարոզես։ Միայն մի դեպք, որ դու կարող ես չհնազանդվել այս մարդկային դրված կանոններին, ինչու, որովհետև ավետարանն է, հենց այդ հրաման տվողի կյանքը փոխելու։ Որովհետև ինքը չի հասկանում, թե ինչ հրաման է արձակում կամ ինչ օրենք է ուզում կիրառել։ Միայն այս դեպքում է, որ մենք կարող ենք չհնազանդվել, եթե քեզ ստիպեն, որ դու Աստծո համար չապրես, որ դու Աստծո ավետարանը չքարոզես։ Միայն այս դեպքում եւ մենք հրաշալի օրինակներ ունենք Սուրբ գրքում, եթե ունեք Սուրբ գրքեր, կարող ենք բացել Գործք առաքելոց մի քանի համարներ եմ ես առանձնացրել։ Գործք առաքելոց 4-րդ գլուխ 18-ից 20 համարները կկարդանք միասին։ Եվ նրանց կանչեցին, պատվեր տվեցին, որ ամենևին չխոսեն եւ ոչ էլ սովորեցնեն Հիսուսի անունով։ Բայց Պետրոսը եւ Հովհաննեսը պատասխանեցին նրանց եւ ասեցին. Եթե արժան է Աստծո առաջին, որ ձեզ ավելի ականջ դնեն, քան թե Աստծուն, դուք դատեք, վասնզի մենք չենք կարող այն, որ տեսանք եւ այն, որ լսեցինք, դրա մասին չխոսել։ Այս իրավիճակները դեռ այն ժամանակվանից դեռ եկած էին, որ մարդկանց արգելում էին ավետարանը քարոզելու, բայց այս նույն Պետրոսը, որը որ սովորեցնում էր լսարանին հնազանդվելու, ենթարկվելու, կատարելու, այս դեպքում տեսնում ենք իր վկայությունը, որ ինքը չհնազանդվեց, որովհետև հարցին հարցով դիմեց, ասելու արժան է, որ մենք ձեզ լսենք եւ Աստծուն չլսենք։ Ես վստահ եմ, որ Աստված բավարար իմաստություն է տալիս յուրաքանչյուրիս, որպեսզի մենք կարողանանք այդ ժամանակ հասկանալ, թե որն է Աստծուց եւ որը հակառակորդից։ Եթե Գործք առաքելոցը շարունակենք ուսումնասիրել, մենք 5-րդ գլխին կանադառնանք եւ 28-ից 29 համարներ, 28 եւ 29 համարները ասում է, չէ՞ որ պատվիրելով պատվիրեցինք ձեզ, որ չսովորեցնեք այդ անունով, եւ ահա Երուսաղեմը լցրեցիք ձեր ուսմունքով եւ կամենում եք այն մարդի արյունը մեզ վրա բերել,
Պետրոսը եւ առաքյալները պատասխանեցին ասելով. Աստծուն պետք է ավելի հնազանդվել, քան թե մարդկանց։ Հոգևոր մարդը պիտի հնազանդվի ավելի Աստծուն եւ ոչ թե մարդկանց, սիրելիներս։ Եվ ուզում եմ, որպեսզի մեր ուշադրությունը հիմա դարձնենք այս հատվածին եւ այն կարևոր 6 բաները, որ այստեղ ես առանձնացրել եմ միասին ուսումնասիրելու, մենք միասին հատ առ հատ նայելով գնանք դեպի առաջ։ Ուրեմն առաջին բանը, որ այստեղ մենք տեսնում ենք եւ սովորում ենք, այս է, որ ասում է սա է Աստծո կամքը, որ բարի գործերով պապանձեցնենք անխելք մարդկանց տգիտությունը։ Ուրեմն առաջին կարևոր բանը, որ մենք այստեղ պետք է ուշադրություն դարձնենք, սա է սովորեցնում առաքյալը ասելով պապանձեցրեք։ Այսինքն հոգևոր մարդիկ, աստվածավախ մարդիկ, աստվածապաշտ մարդիկ, նրանք իրենց կյանքով, իրենց վկայությունով ինչ են անում, իրենց բարի գործերով ստիպում են մարդկանց լռելու։ Գիտեք, որևիցե բան ես չեմ կարող մարդուն անել, որ ինքը չչարախոսի։ Չեմ կարող այդ մարդուն համոզել, վախեցնել, կաշառել, ինչ կանել, որ դու անես։ Մի օր, միտեղ կնստի եւ դրա մասին կխոսի։ Դեք ժամանակներ առաջ մի մարդ նեղում էր, որ իր մասին այս ինչ բաներն են խոսում, կամ ինչ բանն են ասել։ Ու երբ որ առիթ եղավ խոսելու, անկեղծանալու, ասում եմ, դու քո սրտի մեջ խոսիր եւ ասա։ Այն ինչ որ դու հիմա լսում ես այդ զրույցները, ճիշտ է թե սուտ։ Լռություն։ Դեք հավատացյալ մարդը պիտի ունենա ճիշտ վկայություն։ Այդ իսկ պատճառով է, որ մենք ամեն անգամ, երբ որ խոսքը քարոզում ենք, երբ որ ճշմարտությունները այստեղից ասում ենք, այդ դրանով չենք ամփոփվում։ Ասելով լավ, ինչ օգուտ կտա սա իմ կյանքում, ինչ փոփոխություն կբերի իմ կյանքում, իմ եկեղեցու կյանքում, դրա համար այստեղ Տիրոջ խոսքը մեզ սովորեցնում է ասելով, որ դու պետք է ճիշտ վկայություն ունենաս, որպեսզի մարդիկ պապանձվեն, որպեսզի նրանք, ովքեր որ չարախոսում են քեզ եւ ամեն անգամ հետեւում են, որ ինչ որ բաների մեջ քեզ բռնացնեն, չկարողանան այդպիսի առիթ ունենալ։ Թեև այդպիսի մարդիկ շատ մեծ մասնագետներ են ինչ որ բաներ գտնելու, բայց դու քո լավագույնը պիտի անես, որպեսզի առիթ չտաս որևիցե կերպ, որևիցե մեկին խոսելու։ Նորից եմ ասում, մենք որևիցե բան չենք կարող անել։ Պարզապես այստեղ շատ կարևոր ճշմարտություններ կա։ Բարի վկայություն ունենալ, բարի անուն ունենալ։ Ապրել այնպես, ինչպես որ դու քարոզում ես, հավատալ այն ճշմարտություններին, որ դու սովորեցնում ես։ Դեք շատ անգամներ շատ հեշտ է, չգիտեմ, խմբերի ժամանակ, այսինչ տեղը, այնինչ տեղը խոսել, սովորեցնել, բայց ես իմ կյանքից կարող եմ ասել, բայց երբ որ գալիս է գործնական պահը, որ պետք է կիրառեմ, որ պետք է գործեմ, որ պետք է որոշում կայացնեմ, այստեղ կանգնում եմ մեծ դիլեմայի առջև։ Ես չգիտեմ ձեր հետ ինչպես, բայց իմ հետ դա լինում է։ Ու ես վստահ եմ, որ ամեն Աստծուն հավատացող մարդկանց կյանքում է միշտ այս գայթակղություններն ու այս դժվարությունները գալիս։ Ինչ է քո արձագանքը։ Դες այդ ժամանակ կարող է դու այս որոշումը կայացնես, մտածելով, որ լավ ոչ մեկ չգիտի, ոչ մեկ չի լսում, ով պիտի իմանա, մենակ ես գիտեմ դրա մասին, բայց Աստված հո գիտի։ Այն ինչ որ ծածուկում անում ես, ավետարանում ասում է, կտուրներից պետք է խոսվի դրա մասին։ Դրա համար շատ թափանցիկ է պետք լինել սիրելի Աստծո ժողովուրդ եւ այստեղ ամենակարևոր բաներից մեկը, որ ուզում եմ մենք այստեղ այդ դասն էլ սովորենք, որ չպետք է նմանվել նրանց։ Չպետք է նմանվել նրանց, որովհետեւ շատ անգամներ հոգեվոր մարդը խառնվում է այս իրավիճակների մեջ ու տեսնում է, որ խճճված մի հատ բան է իր կյանքում արդեն։ Ու այստեղ հրաշալի թեմա ես դու խոսալու։ Ու հրաշալի ճշմարտություն իրանց համար, որ նրանք չեն սխալվի դրա մասին խոսելու։ Դրա համար աղաչանք կսա, պաղատանք կսա, սիրելի Բեթլեհեմ եկեղեցի, որպեսզի ամեն մեկս քննենք մեր կյանքերը։ Ու ինչպես խոսքն է ասում, այն ծածուկ մեղքերից էլ ազատագրվելու։
Որովհետև Տիրոջ խոսքը այս է ասում, որ երբ որ Դավիթը Սաղմոսների մեջ այս աղոթն է անում, ասում է Տեր ինձի ազատիր ծածուկ մեղքերից է։ Բաներ, որոնք որ միայն դու գիտես։ Դրա համար սիրելիս եկեք այս սկզբունքներով ապրենք, որպեսզի կարողանանք Աստծո կամքը կատարել այս երկրի վրա, որովհետև մենք այն մարդիկ ենք Քրիստոսի արյունով գնված եկեղեցին, պետք է այս երկրի վրա միայն Աստծո կամքը իրագործի։ Բայց ցավոք սրտի շատ անգամներ իրոք առյուծի բաժինը գնում է ուրիշ բաների վրա։ Համար թող Տերը մեզ այս իմաստությունը տա, որ մենք կարողանանք մեր ապրելակերպով, մեր վերաբերմունքով պապանձեցնել անխելք մարդկանց տգիտություն։ Տեսնում եք ինչքան լավ արտահայտություն ասում, անխելք մարդ, ինքն անխելք մարդը կարա խելացի մարդուն ինչ որ բաներով մեղադրի, բայց դա նորից եմ ասում, կարող է կանխվել միմիայն իմ եւ քո աստվածպաշտության կյանքով, իմ եւ քո այն գեղեցիկ կյանքով, որպեսզի իրոք մարդիկ որևիցե բան չունենան ասելու, եւ ես բազմաթիվ այդպիսի վկայություններ կարող եմ այստեղից պատմել, առիթ եմ ունեցել շատ մարդկանց հետ շփվելու, խոսելու, այցելություններ անելու, մարդկանց, որոնք որ ժամանակին հալածող են եղել, ձեռ առող են եղել, այս են արել, այն են եղել, բայց երբ որ տեսել են իրենց ընտանիքում իր մամայի հոգևորությունը, իր պապայի հոգևորությունը, իր եղբոր, իր քրոջ, իրոք իրան դա ստիպել է։ Իրան դա ստիպել է Քրիստոսին յետևելու, Քրիստոսին ճանաչելու, որևիցե բան չխոսելու։ Դրա համար այստեղ ամենալավ միջոցը սա է. ապրիր ճիշտ կյանքով, որպեսզի առիթ չտաս որևիցե մեկին խոսելու քո մասին եւ Աստծո եկեղեցու մասին։ Երկրորդ կարևոր բանը, որի վրա ես ուզում եմ մեր ուշադրությունը դարձնենք, այստեղ շարունակության մեջ ինչ է ասում է ինչպես ազատներ եւ ոչ թե ազատությունը, ինչպես չարության ծածկոցներ վերցնողներ։ Տեսնում եք, այստեղ հակադրում է, ինչպես ազատներ։ Ցավոք սրտի մեր օրերի մեջ այս խոսքը շատ է օգտագործվում, բայց շատ վատ կիրառվում։ Եվ շատ անգամներ լսած կլինեք, որ մարդիկ ինչ են ասում. ես ազատ եմ, ես ինչպես ուզեմ, այտենց էլ կապրեմ։ Փառք Աստծո, մեր մոտ հələ շատ գագաթնակետին չենք հասել, բայց նրանք ովքեր որ եղել են արևմուտքում, նրանք կարող են վկայել ու ասել, որ այնտեղ մարդիկ ասում են, ես ազատ եմ, կուզեմ տղա կլինեմ, կուզեմ աղջիկ կլինեմ, կուզեմ շուն կլինեմ, կուզեմ կատու կլինեմ, չգիտեմ ինչ կլինեմ։ Սիրելիներս, Տիրոջ խոսքը այստեղ ասում է, որ այդ ազատությունը մարդիկ կարող են վերցնել ու իրենց համար չարության ծածկոցներ անել։ Այսինքն կարծես թե մի վերմակ, որ գցում ենք մեր վրա, տակը ինչ է կատարվում, մենք շատ բան չգիտենք, բայց տեսնում ենք այնտեղ մի հատ վերմակ, մի հատ ծածկոց։ Դրա համար շատ հավատացյալներ այս ծածկոց արտահայտություն, այս ազատություն արտահայտությունը վերցնում են ու իրենք սկսում են ապրել ինչպես որ իրենք են ուզում, ինչպես որ իրենց ցանկություններն է իրենց թելադրում, բայց իրենց ազատությունը վնասում է կողքի եղբորը կամ կողքի քրոջը։ Մենք շարունակության մեջ հատված կկարդանք ու կտեսնենք, թե Սուրբ Գիրքը մեզի ինչ է սովորեցնում այդ առիթով։ Եթե ունենք Սուրբ Գրքեր, եկեք բացենք առաջին Կորինթացիս 7-րդ գլուխ 22-րդ համարը 7:22 Որովհետև Տերով կանչված ծառան ինչ է Տիրոջ ազատն է, այնպես էլ ազատ կանչվածը Քրիստոսի ծառա։ Սա ինչ ճշմարտություններ է այստեղ առաքյալը արծարծում, ասելով, որ Տիրոջ ազատը Քրիստոսի մեջ է։ Միայն ու միայն Քրիստոսով մենք կարող ենք ունենալ կատարյալ ազատություն։ Այն մարդիկ, որոնք որ կարծես թե այդ արտահայտություններն են անում, ես ձեզ խորին համոզմամբ ասում եմ, որ նրանք ազատագրված չեն, որովհետև ազատագրված մարդը այդպիսի արտահայտություն չի անի եւ այդպիսի գործելակերպ, այդպիսի միտք, այդպիսի ընթացք չի ունենա, սիրելիներս։
Ինչի համար ես օգտագործում Քրիստոսի տրված ազատությունը։ Մարդ, որը որ կարողանա մի պահ գիտակցել, թե Աստված իրեն ինչից ազատագրեց, այդ ազատությունը, այդ ազատագրումը միայն կօգտագործի Քրիստոսի փառքի համար։ Վստահ եք։ Հավատում եք։ Ամեն։ 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 Ազատություն դա չի նշանակում, որ ինչ ուզում եմ, դա էլ անում եմ։ Ընդհակառակ ազատություն այն է նշանակում, որ ինչ որ ուզում եմ անել, բայց չեմ անում։ Որովհետև գիտեմ դրանով վնաս կլինի։ Որովհետև գիտեմ դրանով Աստված չի փառավորվի։ Աստված չի երևա։ Օրհնություն չի լինի իմ կյանքում եւ այն ընտանիքում եւ այն եկեղեցում, որտեղ որ ես ապրում եմ, գործում եմ եւ արարում եմ։ Դրա համար այստեղ խոսքը մեզի այս է սովորեցնում։ Մենք մեր տանը Հռոմեացիս թուղթն ենք ուսումնասիրում եւ օրեր հետո հասնելու ենք այս հատվածին։ 14-րդ գլուխ 10-րդ համարից սկսած նայեք տեսեք ինչ է ասում առաքյալը։ Հռոմեացիս 14-րդ գլուխ 10 համարից սկսած։ Բայց դու ինչու համար ես դատում քո եղբորը կամ ինչու համար ես քո եղբորը անարգում, որովհետև ամենքս Քրիստոսի ատյանի առաջ պիտի կանգնենք։ Որովհետև գրված է, ես կենդանի եմ, ասում է Տերը, եւ ամեն ծունկ ինձ պիտի կրկնվի եւ ամեն լեզու պիտի խոստովանի Աստծուն։ Ուրեմն մեզանից ամեն մեկը իր անձի համար պիտի հաշիվ տա Աստծուն։ Այսուհետ այլևս իրար չդատենք, այլ ավելի այս դրեք ձեր մտքերում, որ եղբոր գլորման եւ գայթակղություն հանկարծ չլինեք։ Գիտեմ եւ հաստատ իմանում եմ Տեր Հիսուսումը, որ ոչ մի բան պիղծ չի իրենով, բացի ով որ մի բան պիղծ է համարում նրա համար պիղծ է։ Բայց եթե կերակուրի պատճառով քո եղբայրը տրտմում է, դու այլևս նրա հետ սիրով չես վարվում։ Քո կերակուրով մի կորցրու նրան, որի համար Քրիստոս մեռավ։ Դու ազատ ես, ամեն բան կարաս անես։ Դու ազատ ես, ամեն ինչ կարող ես ուտել, բայց եթե դա գայթակղություն է, բայց եթե այդ եղբոր համար դա լավ չի, Տիրոջ խոսքը ասում է դու ասա, որն է քո համար ավելի թանկ, այդ միսը, այդ կերակուրը, թե այն անձնավորությունը, որի համար Քրիստոս իր կյանքը դրեց։ Քրիստոս իր արյունը թափեց, որի համար նույն բանը արեց, ինչ որ քո համար էր արել։ Դրա համար սիրելի եկեղեցի այստեղ շարունակության մեջ տեսեք ինչ է ասում է արդ ձեր բարի բանը թող չչարախոսվի, որովհետև Աստծո արքայությունը ուտելիք եւ խմելիք չէ, այլ արդարություն եւ խաղաղություն եւ ուրախություն Սուրբ Հոգով, վասնզի նա որ սովորեցնում է Քրիստոսին, ծառայում է, Աստծուն հաճելի է եւ մարդկանց էլ գովելի, ապա ուրեմն խաղաղության եւ միմյանց շինության բաների ետևից գնացեք։ Կերակուրի պատճառով մի քանդիր Աստծո գործը, ամեն բան մաքուր է, բայց չար է այն մարդու համար, որ գայթակղություն տալով է ուտում։ Լավ է միշտ չուտել եւ գինի չխմել եւ այն բաները չանել, որ նրանցով քո եղբայրը գլորվում է կամ գայթակղվում է կամ տկարանում է։ Դու հավատք ունես, քեզ համար ունես։ Աստծո առաջին երանի նրան, որ իր անձը չի դատապարտի նրանով, որ ընդունում է, իսկ նա, որ խշտմտանք է անում, եթե ուտի դատապարտություն է ուտում, որովհետև հավատքից չէ, եւ ամեն ինչ, որ հավատքից չէ, մեղք է։ Դեք մենք այս հատվածը սենց կարող ենք կարդալ եւ լավ կլինի 15-րդ գլխի առաջին 1-2 համարներ էլ կարդանք, ասում են մենք որ զորավոր ենք, պետք է տկարների տկարությունը վեր առնենք եւ միայն մեր անձերին հաճո չլինենք։ Դու որ զորավոր ես, դու որ իմաստուն ես, դու որ ազատագրված ես, այդ ամենը պիտի օգտագործվի Աստծո եկեղեցու համար։ Քրիստոսով քո քրոջ եւ եղբոր համար եւ ոչ թե քո ցանկությունները իրականացնելու համար եւ այդ չարության ծածկոցի տակ ինչ ուզես Աստծո անունով անես։ Դրա համար թող Տերը մեզ այս իմաստությունը տա եւ ինչպես խոսքն է այստեղ շարունակության մեջ ասում, հապա մեզանից ամեն մեկը թող հաճո լինի ինքերին դեպի բարին շինության համար։ Թող ամեն մեկը այդ անձնավորությունը լինի։ Դեք երբ որ մենք այս վիճակով գանք Աստծո առաջ, Աստված կփառավորվի եւ Աստծո կամքը
ի կատար կացվի այս մութուխավար աշխարհի մեջ։ Այս մութուխավար աշխարհի մեջ Քրիստոսի եկեղեցին իր արյունով գնված մարդիկ են, որ պետք է սա լավագույն ձևով անեն։ Սա է Աստծո կամքը։ Ուրեմն առաջին բանը մենք տեսանք, որ սա է Աստծո կամքը, որ Քրիստոսով մարդիկ, հավատացյալ մարդիկ այնպես ապրեն, որ պապանձեցնեն անխելք մարդկանց տգիտությունը, եւ երկրորդ բանը մենք տեսանք, որ այս մարդիկ պետք է ինչ անեն, նրանք ապրեն իրոք ազատագրված կյանքերով եւ այդ ազատությունը օգտագործեն Աստծո թագավորության ընդարձակման համար, եկեղեցու համար, քրոջ համար, եղբոր համար եւ ոչ թե իր անձը լցնելու, կերակրելու, փայփայելու համար։ Երրորդ կարևոր բանը, որի վրա ուշադրություն պետք է դարձնենք, 16-րդ համարի մեջ է, սիրելի եկեղեցի, ասում է ինչպես ազատներ, չէ, եւ ոչ թե ազատությունը ինչպես չարության գործիքներ ունեցողներ, այլ ինչպես Աստծո ծառաներ։ Աստծո կամքը այս է, որ ամեն հավատացյալ լինի Քրիստոսի ծառա։ Քրիստոսի ծառա եւ այս մարդիկ պիտի լինեն Աստծո կամքը կատարողներ այս երկրի վրա։ Որ ծառային եք տեսել, որ ինքը իր կամքն է թելադրում այն տանը, որտեղ որ ինքը ծառայություն է անում։ Չկա այդպիսի բան։ Աշխարհում չկա այդպիսի կանոն դրված։ Դա կլինի կազմակերպություն, դա կլինի համայնք, կլինի գործարան, կլինի բիզնես, ամեն տեղ։ Եթե կան աշխատողներ, ծառայողներ, ուրեմն նրանք պետք է կատարեն վերակացուների կամքը։ Գիտեք, ամեն տեղ կարծես թե այս օրենքը աշխատում է։ Բայց երբ որ հերթը հասնում է Աստծո տանը, եկեղեցուն, մարդ եւ Աստծո փոխհարաբերությանը, մարդը ասում է՝ դե ես սենց եմ ուզում ծառայեմ։ Ես ուզում եմ ոտից գցած ծառայեմ Տիրոջը, պեչենի, չգիտեմ, մածունով միշտ պատրաստ լինի կողքս ուտելով, իր պատկերացումը ունի։ Իր սանդղակները ունի։ Բայց Աստված էլ իրենը ունի։ Միթե սա արդար է։ Երբ որ իմ աշխատանքի տեղը իմ տնորենը կամ իմ վերադասը, որ գալիս է, ես հարգանք ի նշան ոտքի եմ կանգնում եւ սկսում նրան ծառայել, նրա կամքը կատարել, բայց երբ որ մարդ եւ Աստծո փոխհարաբերությանն է հասնում, դե Աստված կներեք այս արտահայտությանը, որ ասում եմ, ինչ է ասում, մեր ավագ եղբայրն է, մեր աղբերն է։ Ախր պետք է մենք այտենց իր հետ լինենք, մի այտենց սուբորդինացիաներ դրեք։ Ոչ, սիրելիս։ Ոչ։ Աստծո ներկայության մեջ պիտի փոխվի ամեն բան։ Պիտի փոխվի ամեն բան, քո միտքը, քո սիրտը, քո գործելակերպը։ Ես նորից եմ ասում, ծառան իր կամքը չունի։ Եվ ավետարանի մեջ ասում է այն, որ ծառան է, որ իր տերը կգա, նրան չի սկսի ծառայել, նրան կերակրել, նրա ոտքերը լվալ, նրա կարիքները լրացնել եւ ամենավերջում, եթե ժամանակ կմնա, կօգտագործի իր համար, իրեն համար։ Բայց 21-րդ դարի հավատացյալների կյանքում հակառակն է։ Կանենք սաղ մեր գործերը, կանենք մեր սաղ աշխատանքները, տակը որ մի հատ ջարդուխուր տեղած տատրակ մնա, կբերենք Տիրոջը։ Միթե Աստված դրան է արժանի։ Միթե Աստված այդ ձևով գործեց քո կյանքում։ Միթե Աստված ամենավերջին է ինչ օգտագործվող ինչ որ բանը այսպես շպրտեց, կներեք արտահայտությանս համար մեր առջև։ Ոչ իհարկե, լավագույնը տվեց, միակը տվեց, միածնին տվեց։ Խնդրում եմ, որ դու այս խոսքերի վրա շատ լուրջ մտածես։ Ինչ ես տալիս դու Տիրոջը։ Ինչ կանն ես տալիս դու Տիրոջը, քո ժամանակից, քո կյանքից, քո ընթացքից, քո ֆինանսներից, քո կերակուրից, չգիտեմ ամեն ինչից։ Նայեք, Աստված դրա կարիքը չունի, բայց դու անելով դու քեզ ես Աստված պաշտության վարժեցնում։ Դրա համար այստեղ շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ Աստծո կամքը կատարողները նրանք Աստծո ծառաներն են։ Եվ նրանք ամեն ժամանակ, ամեն իրավիճակների մեջ արձակուրդ չեն վերցնում։
Ես ուզում եմ խոստովանել ու ասել իմ կյանքում իրոք շատ այդպես իրավիճակներ եղել է։ Որ հոգնել եմ։ Որ ինչ-որ բաներից հիասթափություն ա եղել։ Անկեղծ եմ ասում, նամանավանդ այս խոսքերն էլ եմ ասել, որ երանի թե միտեղ բանվորություն անեի, գնայի առավոտից իրիկուն ավազ կրեի, քար կրեի, բայց այս ամեն ինչի մեջ չլինեի։ Բայց միթե դա Աստծո համար լավ արտահայտություն է։ Ոչ սիրելիս։ Մեր կյանքում կունենանք այսպիսի վիճակներ, մենք կյանքում կունենանք այնպիսի վիճակներ, յուրաքանչյուր ժամանակ բերաններս պիտի բացենք ու ասենք Տեր, ես քո խոնարհ ծառան, լսում եմ քեզ, ասա ինչ անեմ, ասա ոնց անեմ։ Եթե մենք ուզում ենք Աստծո կամքը այս աշխարհի վրա ցույց տանք, հասկացնենք մարդկանց, պետք է լավագույն ձևով մենք ծառայենք այն Աստծուն, որը որ Տիրոջ խոսքը ասում է թողեց երկնքի փառքը, իջավ, մարդացավ, ծառայի կերպարանքը հագավ, որպեսզի մենք այսօր այս հրաշալի առիթը ունենանք։ 4-րդ կարևոր ճշմարտությունը 17-րդ համարում ասում է. ամենին պատվեցեք եւ եղբայրությունը սիրեցեք։ Աստծո կամքն է, որ մենք նորմալ փոխհարաբերության մեջ լինենք բոլորի հետ։ Եվ մեր համար թիմեր չստեղծենք։ Սրանք լավն են, սրանք միջին են, սրանք վատն են։ Սրանք արժանի են, սրանք չէ։ Տիրոջ խոսքս ամենին պատվեք, ամենին հարգեք։ Մենք չէ, որ պիտի մարդկանց որակավորենք։ Մենք չէ, որ պիտի մարդկանց պիտակավորենք։ Այլ այստեղ Աստծո խոսքը մեզ սովորեցնում է ասելով, որ ամենին դա նշանակում է բոլորը։ Բոլորը այս խմբի մեջ։ Պետրոս առաքյալը իր թղթերում, եթե ուշադրություն եք դարձրել, եթե առիթ եք ունեցել ուսումնասիրելու, շատ պիտի հանդիպած լինեք, հենց առաջին գլուխն էլ, եթե ուսումնասիրում ենք, հենց հանդիպում ենք 22-րդ համարին, ասում է առաջին գլուխ 22-րդ համար. Սուրբ Հոգու միջոցով ձեր անձերը սրբելով ճշմարտության հնազանդությամբ անկեղծ եղբայրասիրության համար մաքուր սրտով իրար սերտ սիրեք։ Մաքուր սրտով իրար սերտ սիրեք։ Եթե մենք գնանք առաջ 3-րդ գլուխը կհանդիպենք 8-րդ համարի մեջ, այս արտահայտությունն է անում նորից ասելով եւ վերջապես ամենքդ համամիտ կարեկից եղբայրասեր, բարեսիրտ, քաղցրաբարո եղեք։ Տեսնում եք Պետրոսի միտքը, ուղերձը, խրատը ինչ հիանալի ձևով տեսնում ենք մենք ամեն գրում 4-րդ գլխի մեջ, եթե մենք ուշադրություն դարձնենք նորից 8-րդ համարում ասում է, բայց ամենից առաջ սերը սերտ ունեցեք իրար հետ, որ սերը ծածկում է հանցանքների բազմությունը։ Տեսնում եք ինչ հիանալի դասեր է այստեղ Պետրոսը մեզ սովորեցնում ասելով, որ ամենի վրա այս նույն բանը ունեցեք։ Այո, ես նորից եմ ասում, սա շատ անգամներ դժվար է, բայց հնարավոր։ Բայց հնարավոր Աստծո ներկայությունը, որտեղ որ կա Աստծո ներկայությունը ում սրտի մեջ որ կա, նա կարողանում է ամեն մեկին նայել որպես Աստծո ստեղծագործություն։ Այո, լավն է, վատն է, ինչ է, մենք գիտենք, բայց դա Աստծո կամքն է, որ դա այդպես է։ Դրա համար սիրելի եկեղեցի Աստծո կամքն է, որ մենք որպես ծառաներ, որպես ազատագրված մարդիկ լինենք այս անձնավորությունները լավագույն վկայություն ունենալով մեր կյանքում։ Ջերմ հարաբերության մեջ լինել մեր քրոջ եւ եղբոր հետ, այն մարդկանց հետ, ում համար որ Աստված նույն գինը վճարեց։ Սա շատ կարևոր է, սա շատ, ասենց ասեմ, ամենակարևոր բաներից մեկն է, որ եթե մարդը մտնում է Աստծո տուն, տեսնի այդ վիճակը
Եվ շատ անգամներ իրոք լսվել են վկայություններ, որ մարդիկ, երբ որ եկեղեցում են այդ տարանջտումները եւ այդ խնդիրները, խզվզոցները լսե, մարդկանց համար շատ զարմանալի է եղել, որովհետեւ դա աշխարհում տիրող մի բան է։ Բայց ցավոք սրտի շատ անգամներ այո ներխուժում է եկեղեցի։ Մենք որպես Աստծո ծառաներ, Աստծո կամքը կատարողներ թույլ չպետք է տանք։ Թույլ չպետք է տանք։ Եթե իրավիճակ ես լսում, եթե ինչ-որ բան ես իմանում, դու որպես Աստծո ծառա այս հարցը տուր. ինչ կարող եմ անել, որպեսզի այս հարցը լուծվի։ Եթե այդ աչքերով եւ այդ կողմից գաս, հարցը բոլորովին ուրիշ կերպ կլուծվի։ 5-րդ բանը, որի վրա ուշադրություն պետք է դարձնենք, նորից 17-րդ համարի վրա, ասում է Աստվածանից վախեցեք։ Մենք բազմաթիվ անգամներ սրա մասին խոսել ենք եւ ես չեմ ուզում շատ երկար սրա մասին խոսել, թե ինչ է սա նշանակում, այո, սա այն սարսափը չի կամ այն առևտուրը չի, Աստված բարի եւ սիրող Աստված է։ Եվ մենք շատ անգամներ լսում ենք այս արտահայտությունը, չէ, երբ որ մարդը ինչ-որ սխալ արարք է անում կամ ինչ-որ սխալ վկայություն ունի, ինչ ենք ասում, Աստծուց վախեցիր, Աստվածանից վախեցիր։ Ես սա վերնագրել եմ այսպես, նրանք սրբության կյանքով են ապրում, նրանք սրբությամբ են ընթանում, Աստծո կամքը կատարողները, նրանց համար սրբությունը, ազնվությունը, կատարելությունը ամենակարևոր բաներից մեկն է։ Նորից եմ ասում, շատ իրավիճակներ տեղի են ունենում, որ միայն մենք ենք դրա մասին իմանում, դրա համար այստեղ շատ կարևոր է քո եւ Աստծո փոխհարաբերությունը, ինչ ընթացքով ես գնում այդ իրավիճակի մեջով։ Աստվածանից վախեցեք եւ այս իրավիճակի մեջ իր կամքը կատարողները կլինեք։ Թող Տերը մեզ այս իմաստությունով լցնի, որ մենք իրոք կարողանանք այս ապրումը ունենանք, այս փոխհարաբերությունը ունենանք Աստծո հետ, ոչ թե վախի մթնոլորտում, այլ սիրո մթնոլորտում, որտեղ առաջի Հովանու թուղթը սրա մասին է խոսում ասելով. սիրո մեջ վախ չկա։ Չկա սիրո մեջ վախ։ Դրա համար Աստված սիրեց եւ Աստված սեր է։ Համար այդ նույն Աստծո հետ այդ նույն փոխհարաբերության մեջ եղեք եւ այդ սրբության կյանքը ապրեք, ինչպիսին որ հարկն է։ Սա է Աստծո կամքը եւ ուզում եմ ամփոփել այս գեղեցիկ ճշմարտությունը, որ ամենավերջում արտահայտում է ասելով եւ թագավորին պատվեցեք։ Թագավորին պատվեցեք։ Գիտեք, մեր օրերում շատ բաց թողնված մի հատ օղակ է սա, որ ես ցավոք սրտի եմ ասում, շատ անգամներ հավատացյալների բերանից այնպիսի արտահայտություններ եմ լսում, այնպիսի մի քանի հարկանի անեծքներ եմ լսում, որ սա վայել չի, սա ճիշտ չի, եկեղեցին գործ չունի քաղաքականության հետ։ Մենք հավատում ենք, որ իշխանությանը Աստված է դնում, ու եթե մենք բողոքում ենք դրա առջև, կարծես թե բողոքում ենք Աստծո առջև, որ Աստված չգիտի, թե ում է դրել մեզի նախագահ։ Սիրելիներս, չկարծեք, թե ես ինչ-որ մեկին պաշտպանում եմ կամ այն մեկին փնովում եմ, մենք որպես եկեղեցի պետք է խորապես գիտակցենք, որ մենք միայն աղոթող պիտի լինենք իրենց համար։ Մեր աջակցությունը միայն սա պիտի լինի։ Այնինչ, որ Աստված ուզի, դա անելու է։ Դու նրան կընտրես, թե նրան, սրա հետևից կգնաս, սրան կբարձրացնես, սրան կփնովես, ես չգիտեմ դու ինչ կանես, բայց Աստված իր կամքը իրականացնելու է, սիրելիս, Տիրոջ խոսքը ասում է՝ մի խառնվեք հեղափոխականների հետ։ Դա ձերը չի, դա մերը չի, Տիրոջ խոսքը ասում է, մեր քաղաքականությունը որտեղ է, երկնքում է, երկրի վրա չի։ Աստված ասում է, իմ կամքը կատարողները նրանք են, ովքեր որ իմ խոսքը լսում են եւ կատարում են Մատթեոս ավետարանի մեջ, երբ որ եկան նրան ասեցին քույրդ եղբայրները սպասում են քեզ դուրս, իմ քույրը եղբայրները նրանք են, ովքեր որ լսում են իմ խոսքը եւ կատարում են իմ խոսքը։ Դա մերը չի, սիրելի եկեղեցի, եւ ես խնդրում եմ այս իրավիճակի մեջ, որ մենք տեսնում ենք կառավարություն եւ եկեղեցի այսպիսի հակամարտություն կա, խնդրանքս է, որ չխառնվեք եւ ձեր գնահատականը մի տվեք,
Մեկ է այդ ձեր ստատուսները, որ գրում եք, դա ոչ մի բան չի փոխելու, մարդկանց կարծիքը չի փոխելու։ Պարզապես պիտակավորում ես քեզ եւ այն եկեղեցին, որտեղ որ դու գնում ես, որտեղ որ դու կաս։ Դրա համար այստեղ ասում է թագավորին պատվեցեք։ Եթե իմանայիք, թե Պետրոսը այս որ ժամանակում էր ասում եւ ով էր այդ ժամանակվա թագավորը, պարզապես կապշեք։ Բայց այս Պետրոսը ասում է պատվեք նրան։ Մեզ հանձնարարված է պատվելու։ Մեզ հանձնարարված է մեր լավագույնը անելու։ Եվ այստեղ եթե Տիտոսի թուղթն էլ կարդայինք 3-րդ գլուխ առաջին այդ երկու համարները շատ հրաշալի ձևով նորից դրա մասին խոսում է, որ եկեղեցին Աստծո մարդիկ հավատացյալները չպետք է խառնվեն դրա մեջ, այլ ընդհակառակը մեր խոնար գործը այս է։ Տեր, մենք ընդունում ենք, որ դու ես դրում իշխանությանը, եւ եթե այսօր այս իշխանությունն է, ուրեմն դու այդպես ես կամեցել։ Դու լավագույնը գիտես, մենք չգիտենք թե ինչ կա ապագայում, բայց դու լավագույնը գիտես։ Պարզապես ես եւ դու, որպես Աստծո կամքը կատարողներ, այս խոնար սիրտը պետք է ունենանք։ Այս խոնար վիճակը պետք է ունենանք։ Եվ սա բարի վկայություն է, գիտեք։ Բարի վկայություն է, որ այն ժամանակը, որ պիտի օգտագործես այդ ձևի դատարկամտության համար, այդ ժամանակը դու կարող ես օգտագործել Աստծո արքայությունը ընդարձակելու համար։ Աստծուն ծառայություն անելու, լավագույն ձևով իր անունը բարձրացնելու։ Ամեն։ Սա է Աստված ակնկալում ինձանից ու քեզանից։ Դրա համար եթե հիմա հարցնենք ինչ որ մեկին, պիտի կարողանա ինքը այս ճշմարտությունները ասել, որ սա է Աստծո կամքը, որ բարի գործերով պապանձեցնենք անխելք մարդկանց տգիտությունը, որ մենք կարողանանք իրոք ապրել այդ ազատության մեջ, որ մենք կարողանանք իրոք իրան ծառայել, որ մենք կարողանանք այն սրբության կյանքը ապրել եւ գնալ, արարել, որ մենք կարողանանք իրոք թագավորին պատվել, որ մենք կարողանանք այն ամենը, ինչ որ Աստված պատվիրել է լավագույն ձևով կատարել եւ դրա մեջ ցույց տալ, որ Աստված է եւ ոչ թե մեր լավ կրթությունը կամ մեր բարի համբավն է մեզ ստիպել, որ մենք այդպես անենք։ Թող Տերը օրհնի ամեն մեկիս իր փառքի համար եւ մեզ ամեն մեկիս իր կամքը իրականացնելու համար լավագույն ձևով օգտագործի։ Եկեք ոտքի կանգնենք եւ աղոթքով գանք Աստծո առջև։ Մեր սիրելի եւ աշտելի Հայրը, մենք խոնարհվում ենք քո առջև եւ կրկին անգամ Տեր քեզի փառք ենք տալիս։ Փառք ենք տալիս Տեր, որ քո խոսքը կենթանի է, որ քո խոսքը երկսայրի սուր է, որ քո խոսքը թափանցում է Տեր մեր սրտերին եւ տակնու վրա է անում եւ առիթ է տալիս եւս մեկ անգամ մտածելու Տեր, մտածելու արդյոք Տեր մենք անում ենք քո կամքը, թե չենք անում քո կամքը։ Ողորմած Աստված, խնդրում եմ, աղաչում եմ քեզանից, աղերսում եմ քեզանից, օգնիր, որպեսզի Տեր մեր գործողությունները համապատասխանեն Տեր այն կամքին, որը որ Տեր դու ես կամում Տեր։ Շնորհակալ եմ Տեր եւս մեկ անգամ խոսքիդ համար, խոսքիդ քարոզության համար, շնորհակալ եմ ողորմած Աստված, որ քո խոսքը կենթանի հնչում է Տեր, եւ կրկին անգամ օգնիր մեզ, օգնիր, որպեսզի անենք այն, ինչը որ Տեր, ոչ թե որ մենք ենք ուզում, այլ անենք այն, ինչը որ դու ես ուզում Տեր։ Եվս մեկ անգամ փառք քեզ հիմա ու միշտ եւ հավիտյանս։ Ամեն։ Ամեն։